Օրվա ընթացքում մենք տերաբայտերով ինֆորմացիա ենք սպառում։ Բացարձակապես անվճար։ Իսկ երբևէ մտածել եք, թե ով է վճարում ձեր դիտած եւ ունկնդրած հաղորդումների կամ ընթերցած հոդվածների համար։ Չէ՞ որ ցանկացած բան, առավել եւս ինֆորմացիան, գին ունի։ Դեռ հին Հունաստանում, Աթենքում, պատի վրա, մեծ խեցիների վրա գրում էին նորություններ կամ այն մտքերը, որ պիտի Աթենքի քաղաքացիները, որոնք գրել կարդալ պարտադիր պիտի իմանային, որ ծանոթանային, ղեկավարները այդ Աթենք քաղաքպետության, իրենց կամքն էին թելադրում եւ աշխարհայացը իրենց քաղաքացիներին։ Լրատվամիջոցները, հեռուստատեսություն, թե ռադիո, թե կայքեջեր, ունեն թեկուզ չերևացող, բայց տերեր։ Կան գովազդատուներ, որոնք իրենց խաբրանքը գովազդելով ոչ ուղղակիորեն վճարում են իրենց քաղաքական նպատակները տեղ հասնելու համար։ Դա միշտ եղել է մունետիկին աշխատավարձ տվողը ինքն էլ իր կարծիքը եւ կամքը թելադրում է հասարակությանը։ Այսօր ձեր փոխարեն վճարում են խոշոր գովազդատուները, մեծ բիզնեսը, որը մեր երկրում հաճախ նույն ինքը մեծ քաղաքականությունն է։ Դե լրատվամիջոցների մի մասն էլ, ինչպես գիտեք, հենց այդ նույն մարդկանց էլ պատկանում է։ Ձեր դիտած ունկնդրած ընթերցած մեդիա կոնտենտի համար վճարողների առնվազն մի մասին դուք անգամ երթուղայինում ձեր տեղը ստանալ թույլ չեք տա։ Լրատվամիջոցը ինչքան էլ փորձի իր անկախությունը ձևակերպել, եթե կա մի խոշոր գովազդատու կամ մի խոշոր քաղաքական կառույց, գործիչ, որը հիմնական ֆինանսավորողն է, ապա բնականաբար նա պետք է թելադրի իր ճշմարտությունը, ով վճարում է, նա էլ պատվիրում է։ Բայց սա ճշմարտության միայն մի մասն է, որովհետև այն ընթացքում, երբ դուք ուշադրությամբ սպառում եք առանց արքուվաճառքի բացարձակապես անվճար ձեզ հասած պրոդուկտը, հենց այդ պահին իրականում արքուվաճառք է տեղի ունենում։ Դուք իհարկե ոչինչ չեք գնում, գնում են ձեզ, որովհետև գովազդային բիզնես մոդելով գործող մեդիայի վաճառած ապրանքը լսարանն է, մարդիկ։ Օրինակ, X հեռարձակողը Y գովազդատուին Z գնով վաճառում է A քանակությամբ կին, B քանակությամբ տղամարդ, որոնց C% ունի բարձրագույն կրթություն, D% զբաղված է մասնավոր սեկտորում, իսկ E%-ն ասենք թոշակառուները։ Կարելի է իհարկե շարունակ դժգոհել լրատվամիջոցների որակից, բայց այս պարագայում բարձրաձայն արտահայտվելու ձեր իրավունքն էլ մի փոքր կասկածելի է։ Չէ՞ որ գնորդը դուք չեք։ Հակառակը, ձեզ են գնում։ Գովազդը իր մեջ մի սպառնալիք ունի, նա քանակից է կախված։ Իսկ ակնհայտ է, որ բավականին դատարկաբան ֆիլմեր կարող է շատ ավելի մեծ քանակությամբ հանդիսատեսեր ունենան, քան լուրջ հաղորդումները, բայց սա չի նշանակում, որ պիտի անընդհատ ընթառաջ գնաս այդ քանակությանը եւ հաղորդումների որակը կցես։ Մի բան, որը ցավոք սրտի ավելի հաճախ նկատելի է։ Բայց սա էլ ամբողջ ճշմարտությունը չէ։ Իրականում ձեզ գնում են ձեր իսկ փողով, երբ դուք խանութից ինչ-որ բան եք գնում, այդ ապրանքի գնի մեջ ներառված են գովազդային ու մարքեթինգային ծախսերը։ Պետք է հասկանալ, որ գովազդատուն իր գրպանից չի տալիս այդ գովազդի գումարները։ միևնույն է վճարում է ընթերցողը։ Այն մարդը, որը այդ գովազդի գերին է դառնում։ Yorkdale Plaza, Canada's biggest all-under-one-roof shopping center. Տան համար առևտուր անելիս խանութում թողած ասենք 10,000 դրամից մոտավորապես 1500-ը լրատվամիջոցներինն է։ Արտադրողը կամ ներմուծողը այդ հավելավճարն ուղղակի գումարում է մեծածախ գնին, Ladies and gentlemen, and warm welcome to որպեսզի հետո այդ գումարով X հեռարձակողից գնի Y կրթությամբ, Z տարիքի A քանակությամբ կին եւ տղամարդ։ Սա է։ Մենք լրատվամիջոցներս ոչ թե լավը չենք, այլ ձերը չենք, որովհետև հենվում ենք մարդկանց ու կազմակերպությունների վրա, որոնց շահերը միշտ չէ, որ համընկնում են ձեր շահերի հետ։ Եթե հնարավոր լինել Ստեղծել մոդել, երբ որ սպառող ուղղակիորեն կարողանար մասնակցել նաև ալիքի ուղղակի ֆինանսավորմանը, դա շատ ավելի արդար հարաբերություններ է ստեղծում եւ արանքից դուրս է գալիս ինչ որ մեկը, որը պարազիտություն է անում այդ համակարգի վրա։ Միակ մոդելը բաժանորդագրային լրատվամիջոց ունենալն է։ Այս ծրագիրը ինքան էլ իմ սրտով չի, բայց այս ելքը Այսօր տեխնիկական միջոցները թույլ են տալիս ունենալ ինքնուրույն եւ իր ընթերցողների եւ ունկնդիրների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոց, որը կարիք չունենա գովազդային շուկայում գոյատևման միջոց մուրա,
Լրատվական ռադիոն ուզում է լինել ձեր լրատվամիջոցը, որտեղ վաճառող, ապրանք հաճախորդ համակարգում լսարանը ոչ թե ապրանքն է, այլ հաճախորդը։ Այս փուլում մենք մեր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին առաջարկում ենք մասնակիորեն անցնել բաժանորդային հարաբերությունների։ FM-ով, կայքում, Android եւ iOS հավելվածներով հնչող ռադիո եթերը իհարկե մնում է անվճար։ Անվճար է մնում նաեւ մեր 24-ժամյա վիզուալ եթերը։ Մենք առաջարկում ենք վճարել մեր կոնտենտը սպառելու բազմաթիվ տարբերակներից միայն մեկի համար՝ հաղորդումների on-demand դիտման, երբ դուք դիտում եք ձեր նախընտրած հաղորդումը Full HD որակով ձեր նախընտրած ժամին։ Մենք առաջարկում ենք բաժանորդագրություն ողջ փաթեթի համար կամ մեկ անգամյա վճարում ձեզ հետաքրքրած առանձին հաղորդման համար։ Գինը միևնույն է խորհրդանշական է, ոչ ավել, քան կրպակում վաճառվող օրաթերթի գինը։ Երբ մենք գնում ենք թերթի կրպակ, չենք գնում ամբողջ տեսականին, գնում ենք կոնկրետ այն թերթը, որը մեզ հետաքրքրում է։ Նույնը կարծում եմ պետք է եթերային լրատվամիջոցներին վերաբերվի, մարդը հնարավորություն ունենա ընտրել իր լրատվամիջոցը եւ ինչ որ չափով նաեւ նպաստի, որ այդ լրատվամիջոցը ավելի լիարժեք կարողանա գործել։ Իմ հաղորդումները իրենց մեջ որոշակի քաղաքական երանգավորում ունեն։ Մենք ազնվորեն խոսում ենք արտաքին քաղաքականության մասին, հաճախ կապված ներքին քաղաքականությանը։ Հետևաբար շատ կարևոր է ունենալ անկախ կարգավիճակ։ Անկախ կարգավիճակը տարբեր բաների վրա է խարսխվում, որոնցից մեկը նաև ֆինանսական անկախությունն է։ Բնականաբար բաժանորդագրային ձևը դրա ուղիներից մեկն է։ Հասույթի 10% մնալու է վիդեո հոստինգին, 60% ուղղվելու է ռադիոյի աշխատանքին։ Այսինքն վճարովի հաղորդում դիտելով դուք փաստորեն սուբսիդավորում եք անվճար ու հանրամատչելի եթերը, որpիսի մնացած մարդիկ էլ լսեն ու դիտեն այն, ինչը դուք կարևոր ու արժեքավոր եք համարում։ Այսինքն բաժանորդը ոչ միայն արժեքավոր կոնտենտ է ստանում, այլև ուղղակիորեն մասնակցում է ծրագրային քաղաքականությանը, խրախուսելով այն, ինչը հավանում է։ Հասարակական կարծիք ուսումնասիրելու փոխարեն մենք ուսումնասիրելու ենք բաժանորդային վճարների կառուցվածքը եւ ծրագրային քաղաքականությանը վերաբերող հետևություններն անելու ենք հենց այդ կառուցվածքից։ Գովազդային մոդելով աշխատող լրատվամիջոցի նպատակը գովազդատուին դուր գալն է։ Մենք ուզում ենք դուր գալ ձեզ։ Եվ դրանով իսկ ստեղծվում է ընտանիք, այսինքն համախումբ մարդկանց, որոնք կիսում են այդ լրատվամիջոցի գաղափարները։ Հասույթի մնացած 30% ստանալու է ձեր դիտած հաղորդման հեղինակը։ Որպիսի ուղղի այն իր կարծիքով հասարակական ամենասուր խնդրի լուծմանը։ Ունենք բազում գրառված բառեր, որոնք ցավոք սրտի այդպես էլ չեն վերածվել ոչ մեղեդային տարբերակի, այսինքն ձայնագրությունները չունենք, ոչ էլ տեսագրությունը, առավել ևս ուսուցողական տեսահոլովակներ չունենք, այնպես որ այն հասույթը, որ կգոյանա բաժանորդների դիտումներից, որոնք կնախընտրեն իմ հաղորդումները, կուղղվի նոր բարեղանակների, բարերի եւ երգերի, երաժշտությունների ձայնագրությանն ու սփռմանը։ Modus vivendi կենտրոնը տարբեր ոլորտներում է գործունեություն ծավալում, նրանցից մեկը դա հետազոտական եւ հրատարակչական գործունեությունն է։ Այսինքն մենք սկզբնաղբյուրներ կամ քիչ հրապարակված, հազվագյուտ հրապարակված նյութեր վերահրատարակում ենք։ Մենք փորձում ենք հայթայթել տարբեր միջոցներով դրանց ծախսերը, բայց դա կարծում եմ կլինի ամենաարժանապատիվ ձևերից մեկը այս ձևով ֆինանսավորել հրատարակություն այդ գրքերի։ Մի պրոյեկտ ենք սկսել թողարկավորող ցանցեր, ցավոք թուրքերի անօթաչու սարքերը մի քիչ ավելի շատ են ու մի քիչ ավելի հզոր ու օդում ոնց որ իրանք են իշխում ու իրանցից պաշտպանվել այն ձևով, որը որ մենք ենք առաջարկում, հնարավոր է դա թողարկավորող ցանցեր։ Առաջի գումարները կուղենք կտորներին, որոնցից այդ ցանցերը կպատրաստենք եւ կտրամադրենք զրահատեխնիկան, դիրքերը, քաղաքացիական օբյեկտներ թողարկավորելու համար։ Ես այդ գումարը ցանկանայի ուղղել հաշմանդամների տեխնոլոգիական կրթություն տալու նպատակով, հատկապես պատերազմի հաշմանդամ երիտասարդները, որպեսզի մասնագիտություն սովորեին եւ դուրս գային շուկա աշխատեին եւ իրենց ապահովեին։ Կարծում եմ դա վատ նպատակ չի։ Այս 5 տարիների ընթացքում մենք եղել ենք մտածող, վերլուծող, զգացող, աճող, երկրի ու մարդկանց առաջ անձնական պատասխանատվությունը գիտակցող ու այդ պատասխանատվությունն իրացնող մարդկանց ռադիոն։ Մենք մշտապես հետևում ենք լսարանի աճին ու անկեղծ ասած ինքներս զարմացած ենք, թե որքան շատ են նման մարդիկ։ It's այն Հայաստանը, որը վաղն է գալու։ Թե որքան շատ են այսօրվա Հայաստանում, վաղվա Հայաստանի քաղաքացիները։
Մենք ուզում ենք լինել այդ վաղվա Հայաստանի իրապես հանրային լրատվամիջոցը։ Արժեքավոր կոնտենտ, խոսքի ազատության սկզբունքորեն նոր մակարդակի երաշխիքներ եւ հասարակական խնդիրների ուղղակի լուծում։ Դառնալ վաղվա լրատվամիջոցը առանց վաղվա օրվան սպասելու։